Ինչպես կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև առկա տարաձայնությունները, օրերս Քոչարյանը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում ափսոսանք էր հայտնել, որ իր փոխարինողը եղել է Սերժ Սարգսյանն էլ հակադարձել էր այն մասին, որ ես 20 տարի արդեն դա լսում եմ եւ այսօր լսեցինք նաեւ սկզբնաղբյուրից, հա։ Դուք ինչպես եք մեկնաբանում երկու նախկին նախագահների սուր բանավեճը, տարաձայնությունները նախընտրական էսքան։ Տեսեք, այստեղ Ռոբերտ Քոչարյանը մի շատ կարևոր բանում է, ուրեմն խոստովանություն կատարել, որ ինքն է Հայաստանում իրավահաջորդ նշանակել, ընտրել եւ նշանակել, հա։ Ըստ էության մենք էլի գալիս ենք այն մտքին, որ Հայաստանում փաստացի Դե չէ, բայց միթե ինքը չի sense վերջնական պեճատը խփել, ուղղակի կարող է քննարկման ժամանակ տեխնացությունը պաշտպանել է։ Չգիտեմ, դուք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին որքանով եք ներգրաված եղել քաղաքական գործընթացներում, ես ինքս չափած մարդ եմ եղել եւ ապրել եմ այդ տարիներին ու ես գիտեմ, թե այդ տարիներին ինչ էր նշանակում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, առավել եւս իշխանությունը փոխելու այդ ամբողջ գործընթացում եւ հետեւաբար Ռոբերտ Քոչարյանի անկեղծության պահն է եղել այդ, երբ որ ինքը խոստովանել է, որ ըստ էության Հայաստանի իր իրավահաջորդին ինքն է փաստացի նշանակել։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պատասխանին, ապա այդ պատասխանից թերևս ամենահետաքրքիրը եւ ինչ որ առումով նաեւ չգիտեմ, հումորայինը հենց իր ձևակերպումն էր, սկզբնաղբյուր, ու ես կարող եմ ասել, որ իրականում Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում շատ բացասական երևույթների սկզբնաղբյուրն է։